9% ստացած քվեով քաղաքական ուժը որոշում է, որ գույքը հարկը պետքա բարձրացնել։ Այն դեպքում մարդիկ տանը նստած առանց հարցնելու, առանց ինչ որ որևէ բան, նույն ասենք, էլ չեմ ասում մնացած անտրամաբանական բաները, որ աղբանությունը եւ այլն քառակուսի մետրով են աշում, տրանսպորտը ընդհանրապես մենք փորձում ենք քանի տարի ասում ենք Երևանում հասարակական տրանսպորտը պետք է լինի անվճար։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում, խնդրում եմ պատրաստ եմ եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունից կլինեն մասնագետներ, գնանք դեպատի, խնդրում եմ կազմակերպեք, բացատրեմ որտեղ է հնարավոր այդ փողերը։ Երևանը ունի քնած փողեր, որ երբևէ որևէ մեկին ընդհանրապես չի հետաքրքրում։ Մենակ անպայման ուզում են գույք հարկը բարձրացնել, չեմ ասում այդ անգրագետ է վիրավորական այդ բառապաշարը, որ կենտրոնի բնակիչը ծախի գնա, հասկանում եք ինքան դեբիլություն է, կներեք բառիս համար եւ ներողություն կոպիտ է հնչում բառը եւ որպես դիագնոզ, բայց պատկերացնում եք Երևան քաղաքի կենտրոնում որևէ մարդիկ, ասենք որևէ ընտանիք, որը ստացել է ժառանգել է բնակարանը, ասենք իրանց ծնողներից, որը գտնվում է Բաղրամյանի հարակից որևէ փողոցում, Անտառայինում կլինի, չգիտեմ, Կիլիկիայում կարալնի, Այգեստանի կողմերը, որը ունի, ասենք, մինչև 500-ից 1000 մետր հող։ Այդ մարդիկ հիմա տալու են տարին 1 միլիոն դրամ, տարին 1 միլիոն դրամ, մարդկանց, այդ մարդիկ ապրում են թոշակով։ Այդ մարդիկ ապրում են թոշակով, տարին պետք է տան գույքար։ Այն դեպքում, երբ որ նոր մարաշուն տներ կան, որ արժեն $5 միլիոն, վճարելու են 150-200 դրամ։ Հասկանում եք, մարդկանց տունը այդքան շարժի, ոնց չի կարող քաղաքապետարանը ագրեսիվ ձևով առանց մասնակցային կառավարման անել նման եւ այն դեպքում որ այդ քաղաքական ուժը ունի ընդհանրապես 9%, այն այդ 9%-ն է սարս տեսանք, այդ որ մանկապարտեզներով են հավաքվում, ինչ լեգիտիմություն ունեն։